Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար Ալիքի YouTube-յան կամ ինչ-որ այլ սոցիալական հարթակում, կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջին եք դուք եւ մեզ դիտում եք, հետեւաբար սա Դարփինյանի ժամն է։ Բարև ձեզ, պարոն Դարփինյան։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ եւ սիրելի ունկնդիրներ։ Ապրիլ 24-ն էր նախորդ շաբաթ, երևի ճիշտ կլինի դրանից սկսենք, պարոն Դարփինյան։ Անպայման անդրադառնալու եմ ես դրան, իհարկե բազմաթիվ ասպեկտներով, բայց Դավիթ ջան, կուզեի սկսել մեր խոնարհումը բերելով Ռոբերտ Աբաջյանի ընտանիքին, որի մայրը ցավալիորեն վախճանվել է եւ գիտես հերոսի մայր լինելը շատ դժվար բան է, ես դա լսել եմ Գրետա Մայրիկից Վազգենի, երբ Վազգենի գիրքն էինք ներկայացնում, Գրետա Մայրիկը դա ինձ ասաց, գիտես Արմեն դժվար է լինել հերոսի մայր, իսկ ինչ վերաբերում է Ռոբերտին Աբաջյան, ընդհանրապես այդ ամբողջ ընտանիքի առջև ես կարծում եմ մենք ազգովի պիտի խոնարհվենք, որովհետև այդ տղային դաստիարակող, աշխարհ բերող եւ մեզ ընծայող ընտանիքը մեծագույն հարգանքի է արժանի։ Իսկ Ռոբերտի վերջի բառերը ընդհանրապես ես պարբերաբար կմիացնեի դպրոցներում հայրենասիրական դաստիարակության համար։ Եթե հիշում եք ասացով հանձնի այս դիրքը, ես նրա լավագույն հայրենասիրության, հայրենանվիրումի լավագույն դրսևորումն էր Ռոբերտ Աբաջյան։ Կոչ կանեի նաև Աբաջյանի անվան դպրոց կա, Ուլնեցի փողոցով գնում ես դեպի Զեյթուն ձախի վրա, եւ Ռոբերտի հուշարձանը կա այնտեղ, ուղղակի կոչ կանեի, որպես այդ հուշարձանը երբեք անծաղիկ չմնա։ Մշտապես խոնարհվենք եւ մշտապես մեծարենք այդ ընտանիքին եւ մեկ անգամ եւս ցավակցություններս բերեմ մեր բոլորի ցավակցությունները այդ ընտանիքին Ռոբերտի Մայրիկի վախճանման կապակցությամբ։ Այսօր ապրիլի 27-ն է, ես առավոտյան իմացա, որ նաև մեր մյուս հերոսի 30-ամյակն է Քյարամ Սլոյանի այսօր։ Նույնպես կարծում եմ պիտի խոնարհվենք այդ ընտանիքի առջև, Եզդի ընտանիք է եւ Եզդի համայնքի լավագույն ներկայացուցիչներն են նրանք, իրենց բոլոր դրսևորումներով, եւ քաղաքացիական, եւ քաղաքական, եւ հայրենասիրական եւ հայրենանվիրումի տեսանկյունից պիտի շնորհավորենք այդ ընտանիքին, այդ հերոսի ծննդյան կապակցությամբ, դրանք անմահ են եւ այդ օրինակները թե ապրիլյան պատերազմի 16 թվականի եւ թե 20 թվականի 44-օրյա պատերազմի այդ օրինակները մեզ համար ամենօրյա ուսումնասիրության եւ ակնածանքի առիթ ու առարկա պիտի լինեն։ Դրանում է ես կարծում եմ մեր հաջողության բանալին պիտի լինի, որտեվ առանց հայրենանվիրումի մենք որևէ բանի չենք կարողանա հասնենք։ Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին, այո, մեր գենոցիդի հերթական տարելիցներ, ես հատուկ ընդգծում եմ գենոցիդ բառը, կարծում եմ, որ մենք տերմինաբանության խնդիր արդեն սկսում ենք ունենալ, մենք թարգմանեցինք այդ բառը, ցեղասպանություն, շատ դեպքերում օգտագործում ենք մեծ եղեռնը, բայց կա միջազգայինորեն ընդունված իրավական կատեգորիա, որը ենթադրում է իրավական հետևանքներ, եւ այդ կատեգորիան գենոցիդն է։ Իմ կարծիքով մենք չպիտի թարգմանենք սա, մենք պիտի արտահայտենք հենց որպես գենոցիդ, անգամ ոչ թե ցեղասպանություն, այլ հենց որպես գենոցիդ, որովհետև դա միջազգայինորեն ընդունված քրեականորեն հետապնդվող եւ պատժվող արարք չէ, դա գործողություն է, պետության կողմից հանցագործություն է։ Այսինքն գենոցիդի հերթական տարելիցներ։ Չէ՞ մենք հիմա հետևում ենք ժամանակին տասնամյակներ շարունակ, թե ասենք ամերիկյան նախագահները ինչ բառ կարտասանեն արդյոք գենոցիդ բառը։ Մեծ հաջողություն ենք համարում, երբ նախագահներից մեկը, եթե չեմ սխալվում, Բուշն էր, արտասանեց մեծ եղեռն բառակապակցությունը, ասացինք արդեն դա ինչ-որ հաջողություն է։ Նախագահներից միայն Ջո Բայդենն էր, որը արտասանեց գենոցիդ բառը։ Հիմա նախագահ Տրամպը նորից հետ գնաց
մեծ եղեռն։ Վարչապետ Փաշինյանը կարծես նույնպես մեծ եղեռնի կողմնակից է ավելի շատ։ Մենք իրավունք չունենք այստեղ տերմինաբանական նահանջ իրականացնելու։ Հայ ժողովրդի հանդեպ այո Օսմանյան Թուրքիան իրականացրել է գենոցիդալ գործողություններ, որոնք չունեն ժամանակի խնդիր։ Այսինքն ցանկացած պահի այդ գենոցիդի նկատմամբ իրենց պարտավորությունը եւ իրենց պատասխանատվությունը մենք պիտի ֆիքսենք եւ աշխարհը դա արդեն ընդունել է։ Առաջինը սա շատ կարևոր տերմինաբանական խնդիրն է, որ ես կխնդրեի եւ կհորդորեի մեր լրատվամիջոցներին, վերլուծաբաններին օգտագործեք գենոցիդ բառը, որովհետեւ ձեզ թարգմանում են, ձեզ լսում են աշխարհով մեկ, գենոցիդ բառը պիտի մենք արտահայտենք։ Երկրորդը իհարկե միջազգային ճանաչման թեման է, որը արդյոք պիտի շարունակի լինել մեր արտաքին քաղաքականության կիզակետում, թե մենք պիտի հրաժարվենք դրանից, Փաշինյանի կառավարությունը հրաժարվում է դրանից, բայց բերում է իմ համար ոչ ընդունելի պատճառաբանություն, ինչու է հրաժարվում է, որովհետև ուզում է բարելավել հարաբերությունները։ Ես կարծում եմ պետք է հրաժարվել, այո, բայց ոչ թե որովհետև պիտի կարգավորվեն հարաբերությունները, որովհետև միջազգային ճանաչումը արդեն տեղի է ունեցել։ Առավել քան 30 երկիր ընդունել են միջազգայինորեն գենոցիդը, որը հայ ժողովրդի նկատմամբ կիրառվել է Օսմանյան Թուրքիայում։ Եվ ուրեմն արդեն ընդունման փաստով մենք հրաժարվում ենք հետագա ճանաչումից, որովհետև մեր հիմնական խնդիրը պիտի լիներ եւ պիտի մնա լինել Թուրքիայի կողմից ճանաչումը գենոցիդի։ Թուրքիան պատրաստ չէ այսօր, հուսանք, որ պատրաստ կլինի վաղը։ Մենք գնում ենք հարաբերությունների կարգավորման։ Մենք տեղ անելու, պարոն Դարուկյան, Թուրքիային պատրաստելու մասով։ Իհարկե ունենք, որը չենք անում Թուրքիայում, հատկապես իրենց հոգևոր մշակութային դասը, իսկ դրանք տասնյակ հազարավոր թուրքեր են, 90 միլիոնանոց Թուրքիայում տասնյակ հազարավոր, եթե ոչ ավել, եթե ոչ 100,000 մարդիկ կան, որոնք պատրաստ են ընդունել, անգամ ընդունել են, կան մտավոր հեղինակություններ, Հողան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը, հրաշալի գրողներ են նրանք, միջազգայինորեն ճանաչված հեղինակություններ, որոնց մենք որպես Հայաստան չենք հանդգնել, անգամ հրավիրել Հայաստան, անգամ նրանց հետ հանդիպում անցկացնել, շնորհակալություն հայտնել իրենց, հասկանում ես, ինչու չենք արել, ինչու մեր գրողները, հասարակական կառույցները, կազմակերպությունները, կուսակցությունները նման հրավերք չեն ներկայացրել, որովհետև երևի թե մեր հասարակությունը պատրաստ չէ ընկալելու դա, բայց մենք մի օր պիտի գնանք այդ ճանապարհով, մենք գոնե մեր շնորհակալությունը հայտնենք այն թուրքերին, որոնք ընդունել են հայոց ցեղասպանության փաստը եւ որոնք մեր իսկապես բարեկամներն են։ Երբ մենք ասում ենք Թուրքիայում մենք ունենք բարեկամներ, իհարկե ունենք բարեկամներ, դրանք տասնյակ հազարավոր թուրքեր են։ Հիմնականում իհարկե Ստամբուլյան ինտելեկտուալ խավն է դա, մտավոր ինտելեկտուալ մշակութային դասն է, որի հետ մենք պիտի այդ դիալոգը վարենք, մենք չենք վարում այդ դիալոգը։ Շատ ցավում եմ ես դրա համար, երևի թե մեր հոգևոր ինտելեկտուալ եւ մշակութային դասը դրան պատրաստ չէ ուղղակի։ Ես կհորդորեի, տարբեր տեսակի մենք ունենք մշակութային եւ ընկերություններ եւ ստեղծագործական միություններ, դրանք պիտի նախաձեռնեն այս դիալոգը։ Այո, վերին խավի հետ Թուրքիայի այսօր ինտելեկտուալ վերին խավի հետ մենք պիտի աշխատենք։ Այդ աշխատանքը չկա։ Ուրեմն մենք պիտի հրաժարվենք, այո, միջազգային ճանաչման հետագա դիվանագիտական մեր փորձերից, ոչ թե այն բանի բերումով, որ պատրաստ ենք հարաբերություններ կարգավորել, այլ ուղղակի պիտի ընդունենք փաստը։ Միջազգայինորեն գենոցիդը ընդունված փաստ է, այլևս։ Իսկ Թուրքիան կընդունի, հուսով եմ, ինչ-որ ժամանակահատվածում, բայց մենք պիտի աշխատանք տանենք։ Հիմա ապրիլի 24-ի հենց ինքը երևույթը մեզանում նույնպես գիտակցված չէ։ Մարդիկ չեն հասկանում, դա սուք է, դա ողբի օր է, դա ոգեկոչման օր է,
դա մեր արժանապատվության դրսևորման օր է, դա ինչ օր է ընդհանրապես, պիտի ողբանք, սքանք, հիշենք, թե միևնույն ժամանակ պիտի ուղղակի արձանագրենք, ֆիքսենք, որ մենք կանգուն ենք, առողջ ենք, ուժեղ ենք եւ պատրաստ ենք մեր ապագան կերտելու։ Ինչ օր է դա։ Իմ կարծիքով լավագույն ժամանակը, լավագույն պահը, երբ մենք կարող ենք հաղթահարել գենոցիդալ գործողությունների ժողովրդի այդ բարդույթը 2015 թվականն էր, երբ 100-ամյակն ենք տոնում չէ, իսկ նշում եւ Վարդան Գրեգորյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆյանը նախաձեռնեցին Ավրորա մրցանակը որպես հաղթանակած հայի ոգու կողմից շնորհապարտության դրսևորում դեպի բոլոր նրանց, ովքեր մեզ օգնել են ժամանակին, հենց գենոցիդի ժամանակահատվածում։ Ես ցավում եմ, որ մեր պետությունը սատար չկանգնեց այդ նախաձեռնությանը եւ չօգնեց հաղթահարելու այդ բարդույթը։ 2015-ին մենք ունենք բոլոր հնարավորությունները այդ բարդույթը հաղթահարելու հաղթանակած ազգի մենտալիտետով։ Պարոն Դարբինյան, արդյոք դա հնարավոր է անել առանց Թուրքիայի կողմի զղջման։ 2015-ին մենք կարող ենք այդ առաջին քայլը անել, ասել, որ մենք հիմա դադարեցնում ենք այլևս միջազգային ճանաչման մեր գործընթացը, կոչ ենք անում թուրքերին մտնել հարաբերությունների մեջ, որովհետև մենք արդեն հաղթահարել ենք այդ բարդույթը եւ գնում ենք առաջ։ Հաղթանակած Հայաստանի դիրքերից։ Հիմա ինչ որ մենք անում ենք, շատ ավելի թույլ դրսևորում է, որովհետև մենք այլևս հաղթանակած դիրքեր չունենք։ Մենք չունենք հաղթանակած դիրքեր, խոսելու այս պահին, այսինքն այս պահին ոչինչ չենք անում։ Չէ, բայց խոսում ենք, չէ, մենք ասում ենք, որ մենք գնում ենք հաղթահարման, մենք չենք շարունակում գենոցիդի ճանաչման միջազգային գործընթացը, չէ, մենք չենք ճանաչում, բայց արդեն թույլի դիրքերից, վախեցածի դիրքերից, հասկանում ես, վախը ներսում պահելով դիրքերից, որը շատ ավելի ինչ ասեմ, ոչ պատվաբեր է այսօր։ Իհարկե մենք պիտի հաղթահարենք դա եւ ապրիլի 24-ի երևույթը իմ պատկերացմամբ, իմ կողմից, իմ գնահատմամբ շատ ավելի պիտի ուղղված լինի ոգեկոչմանը, պիտի ուղղված լինի մեր ներքին ուժին, մեր ազգային արժանապատվությանը, մեր պետական արժանապատվությանը, այսինքն պիտի դրանով փաստենք ամեն ապրիլի 24 մենք պիտի փաստենք, որ մենք ուժեղ ենք, որ մենք պետություն ենք, որ մենք Հայաստանի Հանրապետություն ենք եւ մենք ունենք Հայաստանի Հանրապետության անձնագրեր։ Սա պիտի լինի իմ կարծիքով հիմնական խորհուրդը, որովհետև մեր սրբերի նկատմամբ մեր ակնածանքը, մեր խոնարհումը մենք արդեն դրսևորել ենք նրանով, որ սրբադասել ենք նրանց։ Մեր եկեղեցին սրբադասել է, մեր յուրաքանչյուրիս ընտանիքում կան այդ սրբերը։ Եվ մենք այո պիտի խոնարհվենք, բայց լավագույն պատասխանը կլինի ծաղկուն երկիր ստեղծելը։ Ծաղկուն, բարգավաճող, ուժեղ, արժանապատիվ երկիր ունենալը։ Սա է մեր պատասխանը լինելու գենոցիդին։ Հասկանում ես, բայց եւ ապագայի նկատմամբ մեր վստահությունը, ինչքանով ենք մենք ուժեղ, ինչքանով ենք մենք պատրաստ մեր ապագան սեփական ոգով կերտելու։ Դա շատ կարևոր է եւ իմ կարծիքով մենք պիտի դադարենք սկալ այդ օրը, մենք պիտի այդ օրը հակառակը ցույց տանք, որ մենք ուժեղ ենք։ Եվ կարծես նման ծիլեր ես տեսնում եմ, որովհետեւ հենց մեր հուշարձանի մոտ ես տեսա եւ ժողովրդի եւ հատկապես երիտասարդության դեմքերը, ես տեսա նրանց արտահայտությունները, ինչպես են նրանք արտահայտվում այդ օրվա կապակցությամբ։ Ես տեսնում եմ, որ մենք արդեն ներքուստ ուժ ունենք հաղթահարելու բարդույթը, սպանված գենոցիդի ենթարկված ժողովրդի բարդույթը եւ կանգուն կանգնելու դեպի ապագա մեր ճանապարհի վրա։ Հաջորդը իհարկե դրա հետ կապված ջահերով երթի մասին կուզեի ասել, նորից հարցականի տակ է, արդյոք դա պիտի ոգևորի մեզ, մենք պիտի դա պաշտպանենք, շատերը կան, որոնք դա ընդհանրապես անտեսում են, եթե չեմ սխալվում, հանրային հեռուստատեսությունը նույնպես անտեսել է դա,
ես պիտի փաստեմ, որ ջահերով երթը այլևս կուսակցական միջոցառում չէ։ Այո։ Դա համաժողովրդական մի 5-6 տարի կլինի, որ ինքը վերաաճ համահայկական իրադարձություն է, որին մասնակցում են մարդիկ, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք կապ չունեն կուսակցության հետ։ Դաշնակցություն կուսակցության հետ կապ չունեն։ Այո, դաշնակցությունը նախաձեռնել է հենց ի սկզբանե այդ երթը տարիներ առաջ, տասնամյակներ առաջ։ Բայց հիմա այդ երթը այլևս համաժողովրդական երթ է, եւ դա շատ գեղեցիկ երթ է, եւ դա հենց ոգեկոչման երթ է, դա հենց ուժի ցուցադրման երթ է, դա հենց մեր ներքին արժանապատվության դրսևորման երթ է։ Եվ ուրեմն մենք պիտի դա ողջունենք հանրային բոլոր միջոցներով, հանրային հեռուստատեսությունը, հանրային ռադիոն, հանրային ցանկացած գործիչ, դա պիտի ողջունի, պիտի մասնակցի, հասկանաս, որտեղ սա համաժողովրդական ակցիա է։ Իհարկե ողջունելի է։ Հաջորդը դրոշի այրման արարողությունն է Թուրքիայի դրոշի, որը նույնպես տեղի ունեցավ, ինչպես եւ ամեն տարի էր տեղի ունենում, եւ ես նկատում եմ հիմա մեր հանրային գործիչների, կուսակցական գործիչների, անգամ ռազմական գործիչների, գիտես, շահենների մեր, շահենը Յաստրեբն է, գիտես, Յաստրեբների, ուրեմն աղավնիների դեմքով նրանք արտահայտվում են, ասում են, դրոշ վառելը լավ բան չի։ Իհարկե, եթե դու абստրահարվում ես բոլոր իրողություններից, առանձին վերցրած ինչ-որ մեկը երևի վատ բան, ինչ-որ մեկը մեկի դրոշը վառումը լավ չի, առանձին վերցված ինչ-որ մեկը ինչ-որ մի երկրի դրոշ վառելը, բոլորս յուրաքանչյուր մեկը ցիվիլ մարդը կասի դա ինչ բարբարոսություն է, ինչ է, ասենք ոնց կարելի է դրոշ վառել։ Եթե դու абստրահարվում ես եւ կոնտեքստը չես քննարկում, հա, բայց գանք կոնտեքստին, այսինքն դա ինչ է նշանակում։ Դա նոր չի ծնվել, դա նորից տասնամյակներով եկած ավանդույթ է։ Դրոշի վառումը, այրումը, սա ուղղակի մեր ցասումն է, մեր բողոքն է, հա, բայց տվյալ դեպքում կուսակցության կողմից, սա պետք է ընդգծել։ Սա համաժողովրդական վառում չէ, սա կուսակցության կողմից է, որի իրավունք այդ կուսակցությունը ունի, իմ կարծիքով։ Հիմա երկու դեպքում կարելի է հանրային համաձայնության հասնել դրոշը չվառելու մասին։ Առաջինը, երբ մենք տեսնեինք, զգայինք եւ նշмарեինք Թուրքիայի կողմից գոնե չնչին քայլերը դեպի համագործակցություն, դեպի համերաշխություն, դեպի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, դեպի միջպետական եւ միջհասարակական այսպիսի շարժում իրականացնելու միմյանց օգտին եւ միմյանց ուղղությամբ։ Բայց մենք դա չենք տեսնում, անգամ ամենաչնչին որոշումը, որը կապված էր օտար երկրացիների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու արգելքը վերացնելուն, անգամ այդ չնչին որոշումը, որը որևէ ազդեցություն չունի, որևէ շահ չունենք մենք այդտեղ որպես Հայաստան, հա, որովհետեւ դա հերթեր չեն կանգնելու արտասահմանցիները, ասենք, Հայաստանով Թուրքիա մտնեն, էլի, հա, այդ բաների ցամաքային սահմանով հերթ չի լինելու, դա ոչ մի նշանակություն չունեցող մի չնչին քայլեր, անգամ այդ քայլին պատրաստ չեն դրանք, անգամ այդ քայլը չեն կատարել։ Այսինքն մենք չունենք Թուրքիայի կողմից որևէ թեկուս եւ չնչին արձագանք։ Այսինքն կիսավ գոնե կիսագործողություն չկա, ոչ մի գործողություն։ Այո, այսինքն ես նորից եմ կրկնում, կարելի է հասնել երևի թե հասարակական համաձայնության, որ դրոշը չայրենք, եկեք չայրենք այս տարի։ Գոնե երկու դեպքում, երբ Թուրքիայի կողմից մենք զգայինք, տեսնեինք եւ նշмарեինք որևէ գործողություն, որը մենք չենք տեսնում ուղղակի, մենք հակառակն ենք տեսնում։ Նրանք դարձել են Ադրբեջանի ուղղակի քաղաքականության գերին, Ադրբեջանի ենթակա ազգ են դարձել քաղաքականապես։ Նրանք սպասում են Ադրբեջանի արձագանքին, նրանք մեզ ուղղում են դեպի Ադրբեջան որևէ ինքնուրույն քայլ չկատարելով, այսինքն ամբողջապես ենթակայացրել են իրենց արտաքին քաղաքականությունը Ադրբեջանի շահերին։ Ուրեմն սա մի դեպք, որը մենք չունենք։ Եվ երկրորդը, իհարկե մեր կառավարիչները այսօրվա նույնպես դեմ են արտահայտվում բնականորեն, երևի ցանկացած պետական այր,
պիտի դեմ արտահայտվի, ասի դե հա ճիշտ չի, շնորհք չի, հա։ դա ճիշտ չի, դա չի կարելի անել եւ այլ, բայց եթե պետությունը եւ պետական գործիչները այսօր կուզեին որպեսի չայրվեր այդ, ուրեմն պետք է հասարակական կոնտրակտի ինչ-որ մի ձև մշակվեր, ասվեր գիտես ինչ կա, ժողովուրդ, մենք պայմանավորվել ենք հետեւյալ քայլերի հաջորդականությունը, հիմա եթե մենք չենք այրում, մենք կստանանք այս մի բանը, գործողությունը, մենք շուտով հասել ենք համաձայնության, բացվելու է Տրաբզոն դեպի Տրաբզոն նավահանգիստ մեր ճանապարհը, Գյումրի ղարսն է բացվելու մոտակայքում, արդեն պայմանավորվել ենք, սահմանն է բացվելու, հազար ու մի բաներ կան, չէ՞, այսինքն հասարակական կոնտրակտը, սոցիալնի կոնտրակտ կոչվում է դա, երբ կառավարիչները պետության անունից հասարակության ժողովրդի բնակչության հետ կոնտրակտ են կնքում, ասում են դուք սա մի արեք, մենք սա կապահովենք, եւ մենք դա էլ չենք տեսնում, հիմա ինչպես կարելի է այդ պարագայում դատապարտել, ասել դե ճիշտ չէր վառելը, առավել եւս եթե այդ վառելը կուսակցական ակտ էր, տվյալ դեպքում դաշնակցության կողմից ավանդական քաղաքական գործողություն է, քաղաքական ակտ է, եւ այդ իմաստով հատկապես այսօրվա իրավիճակում, եթե նրանք չայրեին, ամեն տարի այրել են, եթե նրանք չայրեին, հիմա կստացվեր, որ մենք ամբողջ ազգով վախեցած նստած ենք ուղղակի այստեղ, սարսափած ենք, վախենում ենք Թուրքիայի կամ Ադրբեջանի արձագանքից, իդեպ Թուրքիան ոչ մի արձագանք չի տալիս, եւ Ադրբեջանն է արձագանքում, ասում պատասխանատվության ենթարկեք, պահանջում ենք, ուրեմն ենթարկել պատասխանատվության, միջոցներ ձեռնարկել, հասկանում ես, ես չեմ բացառի, որ այդ միջոցները լինեն օրինակ օրենսդրական կարգավորման ձևով, երբ օրենսդրորեն քրեականորեն հետապնդվի նման արարքը, հա, դե առավել բան չասեմ, հուսանք, որ այդպես չի լինի. Ավելին ասեմ, ես նկատեցի, Թուրքիան ոչ միայն չարձագանքեց, ուրեմն Թուրքիայի պաշտպանության նախարարության անունից հայտարարություն հրապարակվեց, որ պարզվում է հայերն են գենոցիդի ենթարկել թուրքերին։ Այո, գիտես, սա կարծում եմ այն դեպքն է, երբ պաշտոնական Հայաստանը հենց այդտեղ պիտի ասեր այ դե բացեք արխիվները, այ հիմա մենք ուզում ենք արխիվները տեսնենք, այդ ինչ եք ասում, այդ երբ ենք մենք ինչ գենոցիդ ենք արել, միգուցե արել ենք, տեղյակ չենք, հասկանում ես, ինչ որ չափով կկոմպենսացնենք իրավիճակը, հասկանում ես, հիմա բայց նրանք դա արտահայտում են, մեր կողմից ես չեմ տեսել որևէ արձագանք կամ որևէ հակադրում, այսպես ասած, հիմա շարունակվելու է սա, իդեպ, հայերի նկատմամբ գենոցիդալ գործողություն իրականացնելու մեղադրանքը շարունակվելու է եւ Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի կողմից։ Եվ ես այստեղ նույնպես հակակայլի անհրաժեշտություն եմ տեսնում, որովհետեւ եթե իրենք խոսում են, ասենք, Խոջալույի գենոցիդի մասին, մենք պիտի Մարաղայի գենոցիդը անպայման առաջ բերենք։ Մենք պիտի Բաքվի, Կիրովաբադի հայաթափումը առաջ բերենք։ Մենք պիտի այս վերջին Արցախի էթնոցիդը առաջ բերենք։ Իդեպ ես ուզում եմ այստեղ այդ տերմինաբանության մեջ եւս մի բան հավելացնել։ Տես գենոցիդը դա գենետիկ արգումենտներով մարդկության ոչնչացումն է, այսինքն գենետիկ հիմքերով դու ոչնչացնում ես ինչ-որ մի ազգ, որը ունի գենետիկ պատկանելիություն հայերին տվյալ դեպքում, հա։ Էթնոցիդը դա ոչ միայն ֆիզիկական ոչնչացումն է, դա դու ոչնչացնում ես էթնոսի հետքերը քո տարածքում։ Հիմա ինչ է տեղի ունենում մեր Արցախի տարածքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ինչ է տեղի ունենում էթնոցիդ, որի առաջին արարը տեղի է ունեցել արդեն, այսինքն 120,000 մարդ 7-8 օրյա ժամկետում, սարսափելի բան էր դա, Դավիթ, այդ էթնոցիդը, ես կոչ եմ անում մեր պատմաբաններին, մեր փիլիսոփաներին, ուր են դրանք, ուր են, ինչու դա չի ներկայացվել որպես էթնոցիդ, որտեղ մենք, այո, պատերազմից հետո ֆիզիկական ոչնչացում չենք ունեցել այդ ժողովրդի, բայց մենք տարածքի էթնոսից զրկման իրողություն ունենք այսօր, այսինքն սկզբից ժողովուրդը բռնի կերպով տեղահանվեց, ժողովրդի հետքերը, ազգը
հետո գալիս են հետքերը։ Հիմա Ստեփանակերտի մայր տաճարը, որը հոցվեց 2019 թվականին, հողին է հավասարացվել։ Հիմա գիտես, ռուսներն ասում են потерявший голову по волосам не плачет, հա, հիմա դու գլուխը կորցրել ես, ասում ես ափսոս այն մազերս։ Սպասելի էր, չէ՞, պարոն Իհարկե, չէ, դա ոչ մի գաղտնիք իրենից չի ներկայացնում Ադրբեջանի այսօրվա գործողությունը։ Սա իհարկե շատ տհաճ է, բայց ոչ մի գաղտնիք, Դավիթ ջան, մենք ըստ արժանվույն չենք գնահատական չենք տվել եւ միջազգայինորեն չենք աղակել այդ իրողությունը էթնոցիդի, երբ 120,000 մարդ 7 օրվա ընթացքում տեղահանվեց իրենց բնիկ տարածքից։ Իդեպ ասեմ, այդ ընթացքում ճանապարհին զոհվեց մոտ 70 մարդ, 67, եթե չեմ սխալվում, դեղերի բացակայությունից, ջրի բացակայությունից, հոգեբանական ստրեսից եւ այլն 67 մարդ է զոհվել, հա։ Հիմա ես կոչ եմ անում մեր Սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք, ասենք, շուտ քաղաքական հավաքներ են անցկացնում, Փարիզում էին անցկացրել վերջերս 67 ճակատագիր, 67 զոհված մարդ էթնոցիդի արդյունքում։ Ես էլ զարուրելի պատմություններ եմ լսել դետալներով, որի մասին հիմա չեմ ուզի խոսենք, բայց անպայման է որ մեկը պիտի զբաղվի դրանց։ Դավիթ ջան, 67 հրաշալի ֆիլմ կարելի է նկարել այդ 67 ճակատագրերի մասին եւ աշխարհին հրամցնել ես այն էթնոցիդի պատմությունը։ Բայց ես չեմ զարմանում, որ դա չի արվում, որովհետեւ գենոցիդին նվիրված աշխարհի արժեք մեկ ֆիլմ են կարողացել անել, Անրի Վերնոյն է արել Ֆրանսիայում, հասկանում ես, Մայրիկ ֆիլմը։ Մի ֆիլմ է նկարահանվել ընդամենը, որը որ համաշխարհային ճանաչում է ունեցել մեր ազգային ողբերգության մասին։ Հիմա այս երկրորդ ազգային ողբերգությունը տեղի ունեցավ Ղարաբաղի ժողովրդի բնիկ ժողովրդի տեղահանումը։ Սա մի սարսափելի էթնոցիդալ քայլ էր։ Հիմա այդ ժողովրդի տեղահանումից հետո բնականաբար այդ քաղաքականությունը էթնոցիդի պիտի շարունակվեր։ Զարմանալու բան չկա, որ եկեղեցին են հողին հավասարացրել։ Շուտով ասում են մենք ենք մեր սարերը հուշարձանն է ոչնչացվելու, տենց խոսակցություններ կան։ Ես շատ ցավալի է, բայց սպասելի է։ Դավիթ ջան, ես չեմ կարող ասել, թե կոնկրետ այդ հուշարձանը կմնա, թե չի մնա, որովհետև նրանք այդ հուշարձանը եւս վերագրում են ադրբեջանական ներկայությանը նույնպես այնտեղ նրանք ասում են հայեր չեն նկարագրված, ադրբեջանցիներ են այդտեղ, ասենք, Մարտուկին, Տատիկ Պապիկը, ճարտարապետը հայ է, քանդակագործը հայ է, բայց ադրբեջանցի է քանդակ։ Այո, որովհետև ադրբեջանցի բնիկ ժողովուրդն է այնտեղ։ Ես չեմ կարծում, որ Տատիկ Պապիկը կքանդեն նրանք, չեն քանդի։ Բայց նրանք կքանդեն մեր հերոսապայքարի բոլոր հնարավոր կետերը, հուշարձանները, բոլոր հիշատակումները դրա վերաբերյալ։ Գերեզմանները կքանդեն, հասկանում ես։ Հիմա սրան զարմանալ պետք չէ, եթե մենք չենք արձագանքել, չենք կոչել էթնոցիդի անունով, մենք պիտի չզարմանանք, որ այս հուշարձանները հողին են հավասարացվելու, իհարկե, նրանք ասում են, եթե օկուպացիոն ռեժիմ է եղել, իսկ իրենց գաղափարախոսությունը դա է, օկուպացիոն ռեժիմի ժամանակահատվածում կառուցված ցանկացած հուշարձան ենթակա է բնաջնջման։ Սա իրենց համար ուղղակի տրիվիալ եւ բնական մի խնդիր է եւ բնական հարց։ Չպիտի զարմանանք այստեղ, բայց ինչ անելիք ունենք այստեղ։ Պետությունը իդեմս Փաշինյանը հայտարարում է, որ մենք դա չենք դարձնի միջազգային քննարկումների առարկա, որովհետև հաշվի ենք առնում մեր նախորդ փորձը այդքան էլ հաջողակ չի, որովհետև մենք ինչ-որ բան ենք դարձնում քննարկումների առարկա, Ադրբեջանը բերում է իր հակապաստարկները ուրեմն մեր նկատմամբ եւ դառնում է դա նորից անվերջանալի իրար նկատմամբ այդպես լուտանքների եւ քննադատությունների, քրեական գործերի եւ այլն հարուցման սա անվերջ գործընթաց է։ Այո, միջազգային քննարկման առարկա չես դարձնի, բայց դու ինչ-որ չափով պիտի պայմանավորվածություն ունենաս այդ որ ինքն էլ չի անելու եւ նախ հուշարձանների գաս, ես կամ գիտես, Դավիթ, ես չգիտեմ, միտք եմ արտահայտում, մենք պիտի համաձայնության գանք հուշարձանների տեղափոխման մասին։ Քար առ քար։ Գոնե, հասկանում ես, որտեվ այն որ այդ հուշարձանները չեն մնալու այդ տարածքում, ես գոնե այս ժամանակահատվածում մեզ համար ըմբռնելի ժամանակահատվածում դա ինձ համար փաստ է։ Գոնե հուշարձանների տեղափոխման մասին պայմանավորվենք։
Այսինքն եթե մենք դա չենք դարձնում միջազգային քննարկման առարկա, հուշարձանների ցանկը ֆիքսենք, աստիճանաբար դրանք տեղափոխենք համաձայնությամբ։ Եթե պարոնայք ադրբեջանցիները իսկապես գնում են դեպի խաղաղություն, որի նշмарումը ես չեմ տեսնում։ Հատուկ գործողություններ են իրականացվում մեզ ուղղակի հերթական անգամ նսեմացնելու համար։ Ակնհայտ էր, որ այո, այդ հսկայական տաճարը քրիստոնեական տաճարը Ստեփանակերտի կենտրոնում բնականաբար իրենք քանդելու են։ Մի հատ հայ չի մնացել այնտեղ, ադրբեջանցիները արդեն լծվել են, իրենք ապրում են, իրենք դա չէին հանդուրժելու։ Իսկ այն հին եկեղեցիները նրանք ուղղակի կվերագրեն ալբանացիներին։ Այո, տենց էլ անում են դա։ Հին եկեղեցիները Խուդիվենքն է, սա կասեն ալբանացիներինն է, իսկ այս նորերը հայերը եկել են օկուպացրել են, բնաջնջման ենթակա է։ Յուրաքանչյուր եկեղեցի, եթե մեզ համար դա արժեք է, մենք պիտի պայմանավորվենք դրանց տեղափոխման մասին եւ տեղակայման մասին Հայաստանի Հանրապետության հենց այդ քարտեզի տարածքում։ Ուրիշ ձև չկա։ Քար առ քար։ Զարհուրում եմ ինչ էինք խոսում 10 տարի առաջ եւ ինչ ենք քննարկում հիմա, պարոն Դարբինյան։ Դե գիտես, հիմա պետությունը վերցրել է թշնամանքի վերացման ընթացք։ Այսինքն գործողություններ, որոնք պիտի իրենց բնույթով վերացնեն արկա թշնամությունը։ Բայց դա հնարավոր չէ իրականացնել, եթե դու միակողմանի ես անում դա։ Դա պիտի երկկողմանի լինի այդ ճանապարհը։ Մենք պիտի Ադրբեջանի կողմից տեսնենք նույնատիպ քայլեր, որը մենք չենք տեսնում եւ ես շատ կասկածում եմ, որ կտեսնենք։ Ես ցավում եմ դրա համար, ուրեմն եթե չենք տեսնելու, չզարմանանք, որ մեր հուշարձանները քանդվելու են եւ հողին են հավասարեցվելու։ Դա նրանք բացահայտ ասում են, այսինքն պետք չի զարմանալ, սիրելի հայեր, մի զարմացեք։ Ադրբեջանը դրա մասին բացահայտ հայտարարել է։ Բոլոր այն հուշարձանները, որոնք կառուցվել են այս անկախ Ղարաբաղի, անկախ Արցախի ժամանակահատվածում, ենթակա են բնաջնջման։ Միակ բանը, որ այսօր պետությունը կարող է անել, դա պայմանավորվել տեղափոխել յուրաքանչյուր հուշարձան առ հուշարձան։ Տեղակայման վայրերն էլ այստեղ որոշենք, թող լինի մեզ համար արդեն, եթե դա մեր համար արժեք է։ Ցանկացած սխրագործություն Ղարաբաղյան առաջին պատերազմի, երկրորդ պատերազմի, ապրիլյան վերջին պատերազմի կապ չունի, ցանկացած հայի սխրագործություն մեզ համար պիտի լինի սրբավայր։ Եվ պիտի կարողանանք դա համաձայնեցնել եւ հասնել նրան, որ տեղափոխում ենք։ Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքին, մեկ անգամ եւս վերադառնալով, Փաշինյանը իր նախընտրական ծրագրի մեջ ֆիքսել է, որ պետությունը աշխատելու է այսպես կոչված պետականակենտրոն Սփյուռքի հետ։ Այն Սփյուռքի հետ, որի համար կենտրոնը պետությունն է։ Շատ լավ, կա պետականակենտրոն Սփյուռք եւ կա պետականա ոչ կենտրոն Սփյուռք։ Հիմա այս ոչ կենտրոն Սփյուռքին ես կոչ եմ անում, սիրելի ոչ կենտրոն Սփյուռքեր, սփյուռքահայեր։ Մի կենտրոնացեք քաղաքական պայքարի վրա, որտեղ դա ձեր գործը չի։ Կամ եկեք ապրեք մեզ հետ, այդ դեպքում դարձեք մեզ հետ հավասար եւ կարող եք պայքարել, քաղաքական պայքարի մաս դառնալ։ Կամ զբաղվեք հայանպաստ գործերով, նորից եմ կրկնում։ Թմկահարեք ամբողջ աշխարհով, էթնոցիդի մասին ֆիլմեր նկարեք։ Ներկայացրեք աշխարհին։ Դուք կարող եք դա անել ձեր կապերով, ձեր հնարավորություններով, ձեր փողերով։ Մի զբաղվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը հայաստանյան, ներհայաստանյան խնդիր է։ Նյու Յորքի քաղաքապետը դուրս եկավ շատ, պարզվեց կարգին տղա է լսիր։ Նյու Յորքի քաղաքապետը դուր եկավ պարոն Դարբինյանին եւ դուր չեկավ ադրբեջանցիներին, հետեւաբար էլի։ Կարգին տղա է, պարզվում է, նա շատ կտրուկ հայտարարություն արեց հայանպաստ, հենց ինքը կապեց եւ գենոցիդը եւ էթնոցիդը։ Ճիշտ է, չասեց էթնոցիդ բառը, հիմա դա ես եմ ասում, նորից կոչ եմ անում մեր գիտնականներին։ Ես էլ դրանց թվում։ Էթնոցիդ, տարբերեք էթնոցիդը գենոցիդից։ Այո, գենոցիդի շարունակությունն է էթնոցիդը, տարածքն է հայազրկվում։ Դա էթնոցիդ է կոչվում։ Հիմա Նյու Յորքի քաղաքապետը քաղաքականապես գրագետ գրառում էր իրականացրել եւ կապել էր գենոցիդը այսօրվա էթնոցիդի հետ։ Մեր Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված նաեւ հայտարարություններ արել, շատ բարձր եմ գնահատում նման դրսևորումը։ Եվ տես հիմա, եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական երկիր, իդեպ, ես որ ասում եմ մի թարգմանեք
Գենոցիդը մի թարգմանեք, դեմոկրատիան մի թարգմանեք, հասկանում ես, սուվերեն բառը մի թարգմանեք, սուվերենը դա սուվերեն է, հասկանում ես, ինքնիշխան ասում ենք, լավ, սիրուն բառ են, միգուցե, բայց սիրուն բառ է, բան չունեմ, սիրուն բառ է, բայց եթե դու արտաքին աշխարհի հետ շփվում ես, դու սուվերեն բառը օգտագործիր, որ նա հասկանա դու ինչի մասն ես խոսում։ Հիմա, եթե մենք լինենք իսկական դեմոկրատական երկիր, տես ասենք Նյու Յորքի քաղաքապետը լավ, մի 40 միլիոնանոց քաղաք է, ասենք տարեկան մոտ մի 100 միլիոն էլ տուրիստ է գալիս էլ Նյու Յորքը, այսինքն համար մեկ քաղաքն է աշխարհի, այնուամենայնիվ նա օպոզիցիոն ուժերի ներկայացուցիչ է, նրա քաղաքապետը, ընդդիմախոսն է Թրամփի ամենահզոր տղաներից մեկը, Զոհրան Մամդանին, որը նաև մուսուլմանական ծագում ունի, բայց տես, այսինքն նա ընդդիմադիր է գործող վարչակարգին, չէ՞։ Մենք էլ ենթադրենք, մենք դեմոկրատիա ենք, ենթադրենք մենք էլ ունենք, չէ՞, ընդդիմադիր, ասենք, պայմանական Շամշադինի քաղաքապետ, համայնքապետ։ Հիմա եթե մենք ունենք այդ ընդդիմադիր համայնքապետին, պայմանական Շամշադինի համայնքապետը, քաղաքապետը, պիտի հիմա հեռագիր ուղարկի Նյու Յորքի քաղաքապետին, ասես ես քո ցավը տանը, հասկանում ես։ Այո, եթե մեր գործընկեր, դու քաղաքապետ, ես քաղաքապետ, շփվենք իրար հետ։ Ոչ միայն շփվենք, դու ասի շնորհակալություն, հասկանում ես, որովհետև պետությունը չի ասում շնորհակալություն, որովհետև պետական գծին դա հակառակ է։ Այնինչ հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետը, մեր պետության գծին հակառակ է։ Okay, պետությունն ունի իր գիծը, բայց պետությունն ունի նաև ընդդիմություն, չէ՞։ Ընդդիմությունն ունի նաև գյուղապետեր, քաղաքապետեր, համայնքապետեր, չէ՞։ Հիմա այդ համայնքապետերից նորից եմ ասում, պայմանական Շամշադինի համայնքապետը պիտի հեռագիր ուղարկի շնորհակալական ուղերձով դեպի Նյու Յորքի քաղաքապետ։ Հասկանում ես, բայց ես չեմ տեսնում դա։ Մենք չունենք այդ դեմոկրատիան։ Մենք չունենք դա։ Ես չգիտեմ, արդյոք հուշում եմ նաև հիմա քաղաքական կուսակցություններին, միգուցե կուսակցությունների անունից գնա այդ շնորհակալագիրը։ Դե Գյումրիում ամեն դեպքում ժամանակավոր պաշտոնակատարն էլ է ընդդիմությունից։ Դե նրանք իրենց դարդերով մեկնի մի բան կտրվեն իրենց դարդերից դատական նիստերի միջակայքում էպիստոլյար ժանրի շփում սկսեն Նյու Յորքի քաղաքապետի հետ։ Ցանկացած նորից եմ կրկնում, մենք չգիտեմ, Ալավերդիում էլ էր այնտեղ ոնց որ բան, հետո տեղափոխ հիմա որևէ տեղ ունենք մենք ընդդիմադիր քաղաքապետ թե ոչ։ Եթե ունենք, հենց այսօր նա պետք է հեռագիր ուղարկի շնորհակալություն հայտնելով Նյու Յորքի քաղաքապետին այդ դրսևորման համար։ Ենթադրում եմ, որ Սփյուռքի կառույցները իհարկե նման հեռագրեր ուղարկել են, ողջունել են եւ այլն, բայց Հայաստանից ես չեմ տեսնում այդ բանը, շարժումը շնորհակալության։ Նորից եմ կրկնում, պետությունը կարող է ունենալ իր գիծը եւ այդ շնորհակալությունը չհայտնի, բայց պետության համար ցանկալի է որ լինի մի քաղաքապետ, որը հայտնի է շնորհակալությունը։ Դա նաեւ պետության օգտին է։ Բայց դեմոկրատիայի արժեքը եւ դրա առավելությունները որտեղ պիտի մենք տեսնենք ու դրսևորենք։ Լավագույն դեպքն է դեմոկրատիան դրսևորելու։ Պարոն Դարբինյան, 40-րդ րոպեին ենք մոտենում։ Ուղարկան էլ, եթե մի թեմա կհասցնենք, որտեղ նախորդ հաղորդումը բաց ենք թողել։ Չէ, դա թեման շարունակում ենք ուղղակի։ Հիմա Նյու Յորքի քաղաքապետը ունի իր կարծիքը։ Հիմա գանք Դոնալդ Թրամփին։ Ուրեմն Դոնալդ Թրամփը, որը որ գործող իշխանություն է Միացյալ Նահանգների, նրա գործողությունները ընդհանրապես անվերահսկելի են եւ չես կարող կռահել հաջորդ քայլը որն է լինելու, որովհետեւ անհաշվենկատ քայլեր է իրականացրել Թրամփը։ Ես նկատեցի Ռուսաստանից պատվիրակություն էր գնացել Միացյալ Նահանգներ Պետդումայից։ Այսինքն պատգամավորները գնացել են ինչ-որ հարաբերություններ ստեղծելու։ Վյաչեսլավ Նիկոնովը, որը ռուս պատգամավորներից երևի ամենաինտելեկտուալներից է, հայտնի Մոլոտովի թոռն է իդեպ, լավ տղա է Սլավան, գնացել էր հարաբերություններ հաստատելու։ Եվ մի մեծ հարցազրույց տվեց ռուսական մամուլին, ասելով, որ գիտեք ինչքան Թրամփի մասին հարց էին տվել, ասաց Թրամփը եւ կոնկրետ պայմանավորվածությունները անհամատեղելի են։ Հասկանում ես, հիմա դա ասում է
Ռուսաստանի Նիկոնովը վերջի մարդը չի, այնտեղ ասենք նա որոշում կայացնողների գոնե էքսպերտային մակարդակով կարևորագույն դեմք է։ Նիկոնովը բացահայտ հայտարարում է, ասում է, դա գիտեք ինչ կա, Տրամպի եւ կոնկրետության անհամատեղելիությունը, ասում եմ, ես փաստում, դա հնարավոր չի, որևէ կոնկրետ բան դա պայմանավորել։ Հիմա սա ուղղակի ես ուզում մեր հարգարժան սիրելի կառավարիչներին ուրեմն զգուշացնեմ, որ նման կարծիք կա։ Սենց հարց կա, որ պայմանավորվել եք բան, դե պրոբլեմ կա, էլի։ Հա, պրոբլեմ կա։ Եվ անկեղծ ասած, այս իրանական պատմությունը շարունակում է բացասաբար ազդել Միացյալ Նահանգների հեղինակության վրա, Տրամպի ադմինիստրացիայի, անձամբ Տրամպի վրա։ Եվրոպական գործընկերները կարծես ամբողջությամբ երես են թեքել արդեն հենց իրենից, հենց Տրամպից, նա ուներ վերջին իր համագործակիցը Իտալիայի վարչապետ Մելոնին նույնպես երես է թեքել։ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ սա ուղղակի անհետեցություն է, ինչ որ Տրամպը անում է, ինչ որ Տրամպը ծրագրավորել է, որևէ ծրագիր չի ունեցել, որևէ հստակ ստրատեգիա չի ունեցել նա Իրանի այս պատմության մեջ եւ բոլորից գցել է այս վանդակը շատ հիմար դրության մեջ է հայտնվել անկեղծ ասած Միացյալ Նահանգները եւ մեկ անգամ եւս ես ուղղակի զգուշացնում եմ որ մենք նույնպես հայտնվում ենք հիմար վիճակի մեջ որովհետեւ Տրամպի ուղին մեղրու ճանապարհը ամբողջապես կապված է այս ադմինիստրացիայի հնարավոր հաջողություններից իսկ ինչպիսին կլինեն այդ հաջողությունները եւ կլինեն արդյոք այդ հաջողությունները ես մեծ հարցականի տակ կդնեի այսօր առանձնապես օպտիմիստական եզրակացությունների տեղ չունեմ ես այստեղ վերջի բանը միգուցե որ ասեմ այսօրվա համար Իսրայելը շատ հետաքրքիր մի նշանակում արեց Իսրայելի վարչապետը նոր պաշտոն ուրեմն կառավարությունը նոր պաշտոն առանձնացրեց կոչվում է դեսպան Իսրայելի դեսպան քրիստոնեական աշխարհում Իսրայելի դեսպան քրիստոնեական աշխարհում որպես դեսպան նշանակվեց նախկինում Ադրբեջանում դեսպան աշխատած դիվանագետը բայց այդ նշանակումը արդեն կատարվել է ես հորդորում եմ մեր արտգործնախարարին անձնապես պարոն Միրզոյան կապ հաստատեք եթե նա ինվոյ այսպես ասած նա պաշտոնով պարտավոր է հարաբերություններ հաստատել քրիստոնյա աշխարհի հետ քրիստոնյաների նկատմամբ Իսրայելի եւ ընդհանրապես հրեա ժողովրդի վերաբերմունք այնքան էլ միանշանակ չհակասական է այս նշանակումը տեղի ունեցել որպեսզի հարթեն հարաբերությունները քրիստոնյա աշխարհի հետ ես կարծում եմ որ նրա առաջին այցը պիտի լինի Հայաստան նա պիտի առաջինը գա Հայաստան որտեղ Հայաստանը քրիստոնեության բնօրանն է այ ես հորդորում եմ եւ տեղեկացնում եմ եթե տեղյակ չեք շնորհակալություն Այսքանը սիրելի ռադիոլսողներ դուք Դարփինյանի ժամն եք լսում կամ դիտում շարունակեք մեզ հետևել հաջորդ շաբաթ կվերադառնանք